Ամբերդում շատ հետաքրքիր է, որ պահպանվել է ոչ միայն այստեղ 1026 թվականին օծված կաթողիկ եւ Արամաշեն եկեղեցին եւ ոչ միայն դղյակը, որ եռահարկ է եղել, առանձին հատվածներ նույնիսկ քառահարկ, ունեցել է իր ջրամբարը, իր մշտական ջրի փաստորեն հասանելիությունը խողովակաշարով, ունեցել է նաև երկու գաղտնուղիներ, որոնցից մեկը մասամբ պահպանվել է եւ հատկապես ապահովել է հենց ջրի հետ կապը, ջրի աղբյուրի հետ կապը, իսկ մյուսը լավ վիճակում չէ, միայն հետքերն են պահպանվել, եւ այս ամենից բացի այստեղ նաև իհարկե պահպանվել են բրգաձև փաստորեն աշտարակների ենթակառուցվածքների մի մասը եւ նրանք հենց ցույց են տալիս, որ Ամբերդը ի սկզբանե հարմարեցված է եղել իր ճարտարապետական լուծումներով ռելիեֆին, տեղի, այսինքն տեղանքին, լեռնագրությանը եւ օգտագործվել է այն հանգամանքը, որ հենց այն կառուցված է մի լեռնային փաստորեն գոյացության վրա, լավային գոյացության վրա, որ Արագածի լանջին է, պայմանական հենց Ամբերդ լեռ անվանենք, իր բարձրությունը այդ լեռան փաստորեն լանջին 2300 մետրի վրա է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։